Երուսաղեմում նորից բախումներ են եղել ծայրահեղ ուղղափառների ու ոստիկանների միջև։ Իրավիճակը լարվել է, երբ Սուրբ քաղաքի ծայրահեղ ուղղափառներով բնակեցված թաղամասում քաղաքային տեսուչը փորձել է կայանման տուգանք գրել։ Երկու հարեդի ուլտրաօրթոդոքս տղամարդիկ հարձակվել են նրա վրա, հարվածել, սպառնացել սպանել, եթե նորից մտնի իրենց թաղամաս։ Կրքերը թեժացել են, երբ դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են տղամարդկանցից մեկին։ Բնակիչները շրջապատել են իրավապահներին, փորձելով ազատել ձերբակալվածին։ Սկզբում քարեր ու ձվեր էին հարեդիները նետում ոստիկանների ուղղությամբ։ Հետո ոստիկանական մեքենան շրջեցին։ Բախումների հետևանքով 13 ոստիկան է վիրավորվել։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ շոկային նռնակներ, արցունքաբեր գազ, մահակներ ու ջրցան մեքենաներ է կիրառել, թաղամասում 4 մարդ է ձերբակալվել։ Ժամեր անց անկարգությունները տարածվել են նաև քաղաքի այլ հատվածներում։ Հարեդի տղամարդկանց մի խումբ շրջափակել է Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներ և հրամանատարներ տեղափոխող ավտոբուսը։ Զինվորականներին հաջողվել է հետ մղել նրանց հարձակումը։ Միայն ափամերձ Աշկելոն քաղաք մտնելիս է հաջողվել նրանց կանգնեցնել։ 8 ցուցարար է ձերբակալվել։ Հրեական մամուլը գրում է, որ քաոսը սկսվել է տեսուչի ծայրահեղ ուղղափառների նկատմամբ վերաբերմունքից։ Նա տղամարդկանց մեղադրել է դասալիքության համար և սպառնացել ռազմական ոստիկանություն հանձնել։ Ոստիկանությունն այդ լուրը չի հաստատել։ Իսրայելի կառավարության և հարեդիների համայնքի միջև լարվածությունն ուժ գնացել է այն բանից հետո, երբ Նեթանյահուի կաբինետը սկսել է քննարկել նրանց զորակոչելու ծրագիրը։ Բանակում ծառայելը, ըստ ուլտրաօրթոդոքսների, դեմ է իրենց կրոնական աշխարհայացքին, կենսակերպին։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։